Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը 3 մարտի 27-ին թատրոնի միջազգային օրն էր Կապանում կայացավ նաև Հայաստանի թատերական գործիչների միության արտավազդ մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր Կապանի Ալեքսանդր Շիրվազադեի անվան թատրոնի 90-ամյակին։ Այդ աժոտաժը մենք իհարկե հետևեցինք և շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և այսօր մեր տաղավարում խոսելու ենք EIV թատրոնում կայացած երկու շատ հետաքրքիր ներկայացումների մասին, որոնցից մեկը երեկ արդեն խաղացել է։ Իսկ այսօր հենց այս առիթով մեր տաղավարում են Վիգեն Թադևոսյանը և Օսկար և Արտագույն տիկինը ներկայացման ռեժիսոր և դերասանի Անի Բայացյանը։ Այնպես որ բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ենք։ Հրաշալի։ Ինչ լավ է։ Իմ ամենասիրելի գործն եք ներկայացրել, Անի։ Ես միշտ երբ որ ինձ ասում են ինչ որ գիրք խորհուրդ կտաս, որ կարդամ, ասում կարդացեք Օսկարը եւ Արտագույն տիկինը, որովհետեւ սա շատ, sense շատ նուրբ գործ է, շատ։ Ինչի հենց այս գործը։ Այդ նուրբ գործը հենց նրանից է, որ դա հենց ապրելու մասին է։ Իսկ հիմա մենք դրա կարիք ունենք, այսինքն նույնիսկ փոքր ժամանակահատվածը ապրենք ուրախ, վայելենք, չտխրենք ու դրանից իսկապես կյանք սարքենք, էլի, այսպես կարելի ասել, որովհետև տխրությունը շատ-շատ է։ Ու շատերը հենց այդպես դատելով, եթե կարդացել են գիրքը, եթե տեսել են ֆիլմը, այն նրանք, ավելի շուտ այսպես ասեմ, այն նրանք, ովքեր չեն տեսել ու լսել են, որ այդ գործը քաղցկեղով հիվանդ երեխայի մասին է, երբեմն նույնիսկ ասա, որ այդպես է։ Խոսափում են, բայց իրականում դա ապրելու մասին է ու գաղափարը այնքան հետաքրքիր էր, որ այդ ահռելի գործը Անիի շնորհիվ շատ հետաքրքիր բեմական լուծում ստացավ, այսինքն դերակատարների առումով մեզ միացավ նաև Անդրանիկը Հակոբյան, ողջունում ենք, Դավիթը եւ Անիի հրաշք աղջիկը Վիոլան, նաև մարմնավորում է տղայի ընկերուհու դերը։ Իրականում այնտեղ բացի այդ գաղափարը, սիրո գաղափարն է դրված, որ այդ կարճ ժամանակահատվածում պետք է ապրել, սիրով լեցուն, կյանքը վայելել եւ հնարավորինս, որ մեր բոլորիս կյանքում լինեն վարդագույն տիկիններ, այսինքն ապրելու մոտիվացիայի գաղափարը բեմից կարծես թե հնչում է։ Հուսանք, որ հանդիսատեսը մեզ էլ ավելի կողքեվորի իր այցելությամբ, որովհետև մեր սրահը շատ փոքր է, շատ սահմանափակ հանդիսատեսի համար է նախատեսված, 40 հոգու համար, բայց շնորհիվ Անիի, շնորհիվ մեր թիմի շատ հետաքրքիր ներկայացում ունեցանք ու վստահ եմ, որ բավականին երկար ճանապարհ անցնելու ներկայացում է։ Ներկայացման եւ ռեժիսորն եք եւ խաղում եք ներկայացման մեջ, մի քիչ եւ բարդությունների եւ հաճելի կողմերի մասին է առումով կպատմեք։ Ես ներկայացումից պրեմիերայից բավականին անցել էր, post արեցի իմ էջում եւ իմ տպավորությունների մասին կիսվեցի, որտեղ նաև այդ տողով արտահայտեցի, որ ոչինչ բարդ չի, եթե կա ցանկություն եւ սեր քո գործի հանդեպ, անկախ նրանից դերասանու ես եւ հիմա ռեժիսորական որևէ գործ ես անում, իրականում երևակայական աչքերը թողնել հանդիսատեսի շարքում եւ խաղալ։ Դա բնականաբար իր բարդ կողմերը ունի, բայց իմ կողքին այնպիսի ընկերներ կային, որ ասում էին նստեք, նայեք կողքից, ոնց է այդ ամենը։ Եվ արանքում աղջկաս էի ասում, իմ տեղը կանգնի, ես գնամ, նայեմ, մի խոսքով կարծում եմ, որ ստացվել է, ամեն դեպքում մենք գոհ ենք եւ դա ամենալավ գնահատականն է մեր համար, նախ գործը եւ ամեն բան ինչ անում ենք, մենք պետք է առաջինը գոհանանք, մեզ պետք է դա դուր գա, ես նայում եի նաեւ այնպես, որ ես եմ եկել նայելու այս ներկայացումը, ինչն է այստեղ ինձ համար թերի, ինչն է այստեղ պակաս, ինչն է լավ, ինչ կվերցնեմ, ինչ կտանեմ, ոնց պատտվում ենք, ոնց նայում ենք, ինքը վիզուալնի կոնտենտ է, այսինքն ինքը եւ տեսնելով է շատ գեղեցիկ եւ միտքն է շատ լավը, դե Շմիդտի մասին չեմ խոսում, ինքը բավականին հետաքրքիր ամեն ինչ պատմել, մի խոսքով ես նաեւ մեր հանդիսատեսին իսկապես շատ շնորհակալ եմ, որովհետեւ հուզված են գնում
ինչը ոչ թե հուզվում են, որ նման հիվանդություններ այդ տղան չապրեց եւ այլն, բայց հակառակը հուզվում են, թե այդ ընթացքում ինչքան բան կարող լինի մարդու կյանքում, եթե իսկապես կա մոտիվատոր, երբ որ կա մեկը այն վարդագույն տիկինը, ով բոլորիս կյանքում թող լինի, ով մեզ կբթի, հույս կտա, կյանք կտա, ուժ կտա, դա կարևոր է։ Դա մեր միտքն է, իդեպ, եթե չկա ֆիզիկապես այդ մարդը, դա նաև մեր միտքն է, որ մեր միտքը միայն առողջ աշխատի մեզ համար։ Էվի թատրոնը այսօր մոտիվատոր է դարձել, որպեսզի ներկայացումը լինի։ Էլ ինչ կա թատրոնում, թատրոնի մասին խոսենք, պատմության մասին։ Եվս մեկ ներկայացում կա մոտիվատոր, որ ասում է եկեք Հայաստան։ Էվի թատրոնը այս 2025 թվականից շատ բուրըն ստեղծագործական process-ի մեջ է։ Մենք արդեն հասցրել ենք 2 պրեմիերա ունենալ, Օսկարը եւ Վարդագույն տիկին, ինչպես նշեցինք, եւ Երազիմ երկիր ներկայացումը բեմադրիչը մեր լավ ընկեր Արթուրը Սարիբեկյան շատ հետաքրքիր կամերային ֆորմատով բեմադրեց, բայց նաեւ ուզում եմ նշել, որ Էվի թատրոնի խնդիրը հիմնականում մարզերում մշակույթը ել ավելի զարգացնելու եւ այդ թատրոն հաճախելու կուլտուրան հանդիսատեսի մեջ սերմանելու։ Հետևաբար մեր ներկայացումները հիմնականում լինում են 2 տարբերակով, բեմական եւ բացօթյա, ավելի շատ հետաքրքրությունը բացօթյա ներկայացումներին դպրոցականների համար նախատեսված է լինում։ 2 ներկայացում բեմադրել ենք եւ 3-րդ առաջնախաղին ենք սպասում ու փոքրիկ չակերտներ բացեմ, որ մենք արդեն հրավեր ունենք Բրյուսելի հայ համայնքից, որպեսզի մեր ներկայացումները տեղի ունենան եւ այդ հայապահպանության, հայի մասին, հայի գաղափարը, որպեսզի մեր Սփյուռքում գտնվող երեխաները եւս մասնակից լինեն այն գործերին, որոնք որ մենք ենք անում։ Եվ 3-րդ ներկայացումը, որ ինչպես նշեցի, պրեմիերա է լինելու, դա նորից դպրոցական ծրագրի մաս է կազմում մեր Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով, մենք պրեմիերային ձեզ կսպասենք, կհրավիրենք եւ այդ բացօթյա ներկայացումների շարքը կարծում եմ էլ ավելի հետաքրքիր է, որովհետեւ ավանդական ձևաչափից փորձում ենք շեղվել եւ ներկայացում տրամադրությամբ այո, բաց երկնքի տակ ներկայացումներ համեմված հումորով, համեմված ասելիքով, դե Հանճարեղ Թումանյանի գործերը չեն կարող ավելի հետաքրքիր ձևով չներկայացնել։ Հիանալի է։ Անի ներկայացումը Էվի թատրոնում ոնց որոշվեց։ Ընդհանուր համագործակցություն կար, թե վստահությունն այնքան մեծ էր, որ օքեյ։ Կարելի է ես պատասխանեմ։ Հետո ես կհամալրեմ։ Տեսեք, Անի հետ մենք շատ վաղուց ընկերներ ենք, դե ինչպես գիտեք, մենք նաև աշխատում ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում, բայց երբեմն թատրոնից պետք է ունենալ այլընտրանք։ Այս պարագայում Էվի թատրոնը առիթ է հանդիսանում, որ մենք ստեղծագործենք, առաջարկ եղել է մեր կողմից, որ այ Անի, դու կարող ես, մենք քեզ հավատում ենք, Անին ասեց, բայց ոնց ես եւ բեմադրեմ եւ խաղամ, դա իրականում բարդ է մասնագիտական առումով։ Մենք փորձեցինք ողջևորել Անին, որ հավատալ Անին, ասեցինք, եթե մենք հավատում ենք քեզ, դու ինքդ քեզ հավատում ես ու ներկայացումը դա ստացվելու է։ Երկար աշխատանքից հետո, շատ լավ պրոդուկտիվ աշխատանքից հետո ունենք այն ինչ ունենք, որ այսօր հանդիսատեսը իրականում որ հերթագրվում են, երբ է լինելու հաջորդ ներկայացումը։ Այնպես որ ես շնորհակալ եմ Անին եւ հրավեր ընդունելու համար եւ մեր հետ գաղափարը կիսելու համար։ Այդ գաղափար հասկացողությունը մեր մոտ դառել է թևավոր խոսք։ Մենք ինչ լինում է, ասում ենք գաղափար, ու իսկապես համ ծիծաղում ենք, համ գնում ենք դեպի դա։ Ինչ որ նշեց Վիգենը, ես այդ ամենի հետ ես ինքս շատ շնորհակալ եմ, էլի եմ ասել եւ հրավերի եւ վստահության համար, բացի դրանից այս թատրոնը, Էվի թատրոնը, դա իմ ես այդպես էլ գրել եմ վարդագույն թատրոնն է, իմ վարդագույն ներկայացումով, որովհետև դա կամերային թատրոն է, որը իմ ամենասիրելի ձևաչափն է, այսպես ասեմ, որտեղ այսենց մոտիկ, առանց ինչ-որ բարձր ձայնով, այսպես ասած, մեծ հանդիսականի համար չի ասում, չնայած էլի բարձր ենք խոսում, հարցը դա չի, բայց ավելի մտերմիկ է ստացվում ներկայացումը եւ հաճելի է լսել այդ
այս ձայները, քչփչոցները, ամեն ինչ հաճելի է։ Հանդիսատեսի այդ էմոցիաները, երևույթը, որ տեղի ունենում 1 մետր հեռավորությամբ այդ գործողությունը, ու ես որպես դերասան ես վախենում եմ խաղալ մեր բեմում, որովհետև շատ ենք ուսումնասիրել այդ փորձը համաշխարհային, որովհետև կան թատրոններ նախատեսված 8-ից 7 հոգու համար, մենք մի քիչ շատ է, 40 տեղ է նախատեսած մեր կամերային սրահը, բայց մասնագիտական առումով ինքը ֆորմատը այլ է իմ կարծիքով, որովհետև դա ոչ կինո է, ոչ թատրոն, եթե մենք մեծ բեմում հնարավորություն ունենք թեկուզ ռեպլիկի կարգով հուշել իրար, նման պարագայում, մեր բեմի պարագայում դա հնարավոր չէ, այսինքն դու հանդիսատեսը այնպես է մտնում այդ իրադարձության մեջ, որ չես հասկանում, ինքը ֆիլմ է նայում, ներկայացում է նայում ու այդ հետաքրքրությունն է նաև ստիպում հանդիսատեսի մեծ խոսքը։ Այդ սենյակի մեջ է, հասկանում եք, sense փոքրիկ ու ամբողջությամբ այդ դրամատրության մեջ ես։ Ու դա շատ սիրուն է նախ ու շատ ոգևորող, որովհետև այդ նույնիսկ այդ սև բեմի մեջ, բեմի վրա ստանալ նորից բեմ, իմ կամակորությունները բոլորը արեցին, ինչ որ պետք է։ Շատ բաներ պահանջեց, բայց հաշվի առնելով մեր գաղափարը, որ մենք հանուն գաղափարի հավաքվեցինք եւ այս պրոյեկտը իրականացրեցինք, ոչինչ չենք խնայել եւ ներկայացման համար եւ դեկորների համար եւ զգեստի համար ու կարծում եմ եթե այսօր դաշտը այնքան շատ է, այնքան շատ լցված է, եթե անում ես պետք է անես ի սրտե ու ոչինչ չխնայես եւ թատրոնը էգոիստ է, ամբողջությամբ է պահանջում որ նվիրվես։ Թատրոն գալու համար ինչա պետք։ Կամք եւ լավ ներկայացում եւ լավ ներկայացում Անի ես կներեք մի բան ասեմ մեր ամենամեծ երևի թե շատ տենց չշեշտեմ որ ամենամեծ խնդիրը բայց իսկապես եթե մարդ ցանկություն ունի թատրոն գալու դա որտեղ է լինի դու կգնաս մի փոքր այդ բարդությունը կա երբ որ լսում են Եղվարդ որ այնտեղ է թատրոնը մի փոքր sense ինչ որ նվնվոց է լինում բայց իսկապես եթե մենք կարողացել ենք ամեն օր գնալ ներկայացման, փորձերի եւ այլն, ուրեմն մեկ անգամ ներկայացումը դիտելու համար կարելի է նաեւ այդ սահմանը ասել, բայց շատ հեռու չէ։ Իրականում Երևանի TV-ից ավելի մոտ է։ Ավելի շուտ ենք հասնում։ Այնպես որ ընկերներ, մենք ձեզ բերել ենք երկու ներկայացման հրավիրատոմս, շատ լավ, շատ շնորհակալություն։ Ամսի 30-ին Ինչ լավն է նկարը։ Համեցեք։ Այստեղ նկարը կա։ Եվ ամեն դեպքում մեր մյուս ներկայացման հրավիրատոմսը արդեն տեղի կունենա ապրիլին։ Մենք ձեզ սիրով կսպասենք։ Շնորհակալություն։ Անի, ինչ էիք ասում։ Օսկարը եւ Վարդագույն տիկինը ներկայացմանը վերադառնալով դուք շատ այնց հավես նշեցիք, որ ինքը վիզուալ կոնտենտ է եւ իսկապես այդպես է։ Ինձ հետաքրքիր է որպես ռեժիսոր ինչ նորարարական լուծումներ կան, որոնք ներկայացման մեջ կիրառել եք եւ կտեսնենք։ Հիմնականում ես շատ պահանջկոտ էի հարցում, որ լինի թատրոնում լիարժեք մթություն, այսինքն այն ստիկովկաներ, այսպես ասեմ, որոնք պետքա տեղի ունենան կադրային փոփոխությունները, որ պետքա լինի շատ կտրուկ։ Մենք բեմի վրա այդ մթության մեջ իսկապես շատ դժվար ենք շարժվում, հատկապես երբ որ փոքր է բեմը եւ չկա կուլիսներ, մեկ կուլիս է, այսինքն մի տեղ ունենք մենք, որ կարող ենք դուրս գալ լրիվ դուրս։ Մնացածը արդեն պատերի մոտ է, պատկերացրեք։ Ու նշեմ նաեւ որ բեմական տարբերակը այդ ահռելի վեպը ստանալու համար մենք քանի որ կամերային ներկայացում է բնույթը հետեւյալն է որ ֆիլմը եւ ներկայացումը համեմված է այսինքն այնտեղ կադրեր կան հերոսի ծնողների կերպարը մարմնավորել են մեր լավ ընկերները Արտուրը եւ Նազիկը ու շատ հրաշալի այդ վիզուալ կոնտենտը ըստիս դա որ եւ ֆիլմ եւ ներկայացում համեմված բայց իրականում դուք հանդիսատեսը չի պատկերացնում սա սպասում այդ բանին որ հիմա բանա տեսնելու այդ ակնթարթին կարող է այդ լուծումը լինի ու շնորհակալություն Անին իր գաղափարների համար մենք փորձել ենք հնարավորինս աջակցել ու ստանալ լավ ներկայացում ամբողջ գիրքը դեռահասի նամակներից է, հա, հենց սկսում է այդպես բարև Աստված, հա, ինձ հետաքրքիր է Սիրելի Աստված։ Սիրելի Աստված, այո, նամակներ գրում եք։ Խոսքը հեռախոսային նամակների մասին չի։ Ես գրում եմ ու վերջերս այնքան հետաքրքիր բան ստացվեց, ես մտածեցի, որ իմ ընկերները ովքեր Հայաստանում չեն, ես պետք է իրանց ձեռագիր նամակ գրեմ եւ իրանց ծննդյան օրերին կամ որևիցե մի տոնի ուղարկեմ։ Հա, տենց պատկերացեցի ինչ կլինի, եթե ես ստանամ, որտեվ ես ժամանակին ստացել եմ, ես ժամանակին գրել եմ բնականաբար ու դա իսկապես լավ սովորություն է։
Չգիտեմ, ես կարծում եմ կարելի է այդպես բաներ անել։ Այո, հրաշալի։ Ես քեզ նամակ կգրեմ։ Սիրելի Վիգեն։ Ես քեզ Վիգեն։ կգրեմ, Անի ջան, բայց հաշվի առնելով մեր Օսկարի նամակագրությունը, իսկապես այնքան հետաքրքիր է գրում ինքը, այնքան իրական է գրում, որ արդեն ներկայացումը նայելուց հետո անկախ քո կամքից պետք է դու էլ Բարսելոնայից դուրս գաս թատրոնից, այդ միջավայրից դուրս գաս ու գրես, որովհետև իրականում պետք է մեր կյանքում բոլորիս կյանքում լինեն վարդագույն տիկիններ եւ մոտիվացիա եւ ապրելու եւ տարբեր հարցերում։ Ես շատ եմ ուզում այդպես որ ասեցի, հիշեցի, Տոմսերի հետ դնենք ծրար նամակով եւ առաջի տողը այդպես սիրելի հանդիսատես։ Թող գրեն իրենց։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ ու թատրոնին շատ երկար տարիների գործունեություն, նոր ներկայացումներ, անպայման չբավարարվեք այն ինչը որ կա, պետք է անընդհատ ներկայացումներ լինեն ու շատ լավ է որ կա այդ հնարավորությունը։ Ձեզ ուզում ենք նվիրել Իջևանի Սարգոն Կարմիր Չոր գինին, հաջորդ ներկայացումից հետո բացեք։ Պայման, եթե ոչ Եվ իհարկե կենացների մեջ թող հնչեն հաջորդ ներկայացման մասին մտքերը։ Անի գիտեմ որ հիանալի ես պատրաստում, չէ։ Որովհետև մենք ժամանակին հարևաններ ենք եւ իհարկե Անին շատ հաճախ ինձ հրավիրում էր սուրճ խմելու եւ բնականաբար այդ սուրճը մենակ սուրճ չէր, այնքան համով բաներ էր Անին պատրաստում, որ հիանալի էր։ Ուզում եմ քեզ ներել Տրամոնտինա բրենդի կողմից խոհանոցային փոքրիկ պարագա, որը ունի հատուկ ծածկույթ, որի վրա չի հավաքվում թունավոր բակտերիաները։ Սա քեզ հուսանք թեթևացնի խոհանոցային տրամադրությունը եւ մաղթում ենք ձեզ հաջողություն։ Գալիս եմ։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, ես ուզում եմ կարելի չէ։ Շնորհակալություն հայտնել նաև Վիգենը ասեց, բայց ես իմ գործընկերներին ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել։ Նախ Վիգեն քեզ, Անին թատրոնի տնօրեն, որը էլի ոչինչ չխնայեց մեր ներկայացումը կյանքի կոչելու համար Վիոլային իմ աղջկան, որ չուզելով, որտեվ արդեն շատ էին խաղացել, բայց չուզելով, ինչի եմ այդպես ասում, իրենց դիպլոմային ներկայացումն էլ ա եղել Օսկարը եւ Վարդագույն տիկինը, իրանք արդեն խաղացել էին, փորձ ունեցել էին, բայց այս տարբերակում 0-ից այլ բան է արվել հենց Էյվի թատրոնի համար, Անդրանիկին, Դավիթին եւ իհարկե ձեզ շնորհակալություն այս հնարավորության համար, որ սա կանչ է իսկապես հանդիսատեսին դեպի թատրոն, որովհետեւ այնտեղ լավ է, նույնիսկ առանց Վարդագույն ակնոցի։ Եկեք թատրոն։ Իրանալի ձեզ հաջողություն ենք մաղթում։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։